մեր անհաջողությունները բարդենք հրյաների վրա, որ մեզ չեն թողում, որ մենք հասնենք ինչ-որ տեղեր, որտեղ ուզում ենք լինել, թե թշնամիների վրա, թե եթե թշնամիներներ չեն, չգիտեմ, ուրիշ ազգերն են, որ մեզ չեն թողում զարգանալ եւ այլն եւ այլն։ Ես չեմ ոնց որ ժխտում, որ դրանք իհարկե կարող է դերեր խաղում են, ամեն ինչն էլ դեր խաղում է, բայց եկեք առաջի հերթին մենք տեսնենք ոնց որ մենք ուր ենք ուզում գնանք եւ մեր սխալները տեսնենք, ընդունենք, ամեն մեկը իր բնակավարում, ամեն մեկը իր մասնագիտությամբ, ամեն մեկը իր տան մեջ ոնց որ սկսած այդ հարաբերությունից, սկսած հարաբերությունը տղամարդ եւ կին, հարաբերությունը երեխաների հետ, որտեղ ի վերջո երեխաներն են վաղը չէ միսօրը էլի լինելու այն մարդիկ, որոնք որ կերտում են մեր երկիրը եւ դրա ստվում է դա ամենախորքային խնդիրն է։ Ինչքան է որ ես հիմա ոնց որ խոսում եմ, որ ցավոք սրտի մենք բավականին անկման մեջ ենք, նաեւ որպես հասարակություն եւ նաեւ որպես ազգ, բայց միևնույնն է ոնց որ մեր ամենամեծ պոտենցիալը դա ոնց որ հայի մեջ է եւ անհատի մեջ է, որը որ շատ բանի կարա հասնի, եթե մենք կարողանանք ոնց որ ձևավորենք այդ ճանապարհը ճիշտ ձևով։ Ուղղակի նաեւ ոնց որ ես միշտ ինձ հարց եմ տալի, ինչի Հայաստանում իմ մոտ միշտ այս տպավորությունն է ստեղծվել, միգուցե դա մասնագետները ավելի լավ կկարողանան բացատրել կամ միգուցե կհերկեն իմ ասածը, բայց միշտ այս տպավորությունն է ստեղծվում, որ երբ որ մեզ տրվում է ճիշտ միջավայր եւ այդ այսպես ասած այդ սիստեման կամ այդ գործարանը լավ աշխատում է, մենք այդ գործարանի մեջ կարողանում ենք հրաշքներ գործել։ Բայց երբ որ հենց մեզ ասում ենք, որ գիտեք, ինչ գործարան չկա, դուք ձերը սարքեք եւ դուք ստեղծեք ձեր սիստեման, որի մեջ դուք պետքա հետո բարգավաճեք, մենք չենք կարողանում։ Հիմա ասենք մեր վերջի այսպես կոչված սիստեմա դա խորհրդային միությունն էր, որը որ լավ էր աշխատում, վատ էր աշխատում, բայց մեր պատասխանատվության տակ չէր ոնց որ, այսինքն դա ինչ որ մի հատ համակարգ էր, որը որ աշխատող էր իր մեջ, շատ բացասական կողմերով, նաև դրական կողմերով, տարբեր նայած ոնց նայենք, եւ դրա մեջ մենք էլի կարողացանք ունենալ ինչ որ մեծ մեծություններ եւ չգիտեմ գիտնականներ, մեր երաժիշտներ եւ այլն։ Հա։ Բայց հենց որ մեզ ասում են, որ գիտեք ինչ, ոչ մի բան չկա, այմա դուք սարքեք մի բան, կամ նույն բանը, հա, որ հայերը արտասահմանում, այսինքն իրանք ապրում են ինչ-որ մի հատ համակարգի մեջ, որը որ արդեն գործում է եւ հնարավորություններ տալիս է, եւ հայերը լինելով ճկուն, լինելով տաղանդավոր, լինելով ստեղծագործ ազգ, իրանք կարողանում են ինչ-որ ոչ մի բանից նույնիսկ մի բան ստեղծեն եւ սարքեն եւ նույնիսկ հասնել ինչ-որ բարձունքների։ Բայց ինչի մենք մեր երկրում չենք կարողանում։ Դե այդ հարցը ես էլ եմ ինձ տալի, էլի, փաստորեն մենք չենք կարողանում այդ սիստեման ստեղծել, որի մեջ մենք կարողանանք բարգավաճենք։